Սրբազան, ի վերջո Նիկոլ Փաշինյանը փորձեր արել 2018 թվականին նաև ապահովություններում, մենք հիշում ենք հանրահայտ դեպքերը, ինչու էսպես դադար եղավ ու ինչու հենց հիմա սկսեց, բացատրությունը որն է ձեր կողմից։ Շատ են խոսել այդ մասին, հավանականության տեսությունների եւ այլն, բայց նաև կա ժամանակագրություն։ Շատ բարձ ժամանակագրություն։ Ես դեռ 2.5-3 տարի առաջ ասել եմ այս մասին։ Ասեմ, Արցախը կուլ տվեց ինձ։ Հաջորդ թիրախի եկեղեցին։ Եվ ընդհանրապես երբ ինձ հարցել են միշտ, եկեղեցին ինչու այս չան, ինչու այն չան, ինչու այսպես չի վարվում, ինչու այս ասում եմ, եկեղեցին վերջին խրամատն է, ժողովուրդ։ Այն վերջին կետն է, որ եթե մենք զիջեցին, գնաց, վերջացավ ամեն ինչ մեր տան, մոռացեք, որ մենք թափառական լինելուց բացի ուրիշ ճակատագիր կունենանք։ Եվ դա են իրականացնում ենք, շատ պարզ է, շատ մեղմ համընկումներ են, այսպես միամիտ պատահական ամեն ինչ է ի դեպ։ Փաշազադը մի կողմից է խոսում, Փաշինյանը մի կողմից է խոսում, Փաշերով։ Այն մյուսը մի կողմից է, Փաշազադեն իր հայտարարություններից առաջ օրինակ խոսում է մշակութային ժառանգության եւ այլն, եկեղեցու սպառնալիքներով։ Հայաստանից արձագանքել են որևէ ձևով։ Ասենք օրինակ մարդու իրավունքի պաշտպանի մակարդակով թեկուզ արձագանքել են։ Այո, արձագանքել են։ Ինչ են ասել։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն եւ գնալիան խաղաղության օրակարգ։ Այո, դա բանի պես այսպես վանդակի մեջ մտած թութակի պես հա խոսում են։ Ինչ կապ ունի դա։ Սրբազան հայր կներես նրանք ջան։ Ուրեմն իմ ասելիքը հետեւյալն է։ Այս մարդիկ ամեն իմաստով ուղղակիորեն ապրում են, գործում են, խաղում են թրքական, ադրբեջանական հյուրասիրության ներքո։ Իդեպ նա Թուրքիա է գնում, դուք ուղիղ կապ տեսնում եք այս ամենի մեջ։ Այո, ամեն ինչի մեջ էլ այլևս տեսնում եմ։ Ես ժամանակին այնքան մեղմ եմ գնահատականների մեջ։ Ինչով էին եղել, որ մշտապես վերագրում էի ոչ դիտավորության, ոչ դավադրության տեսության, ես սկզբունքով էլ հավատացող մարդ չեմ դավադրության տեսության, պարզ ասում եմ, բայց դեպքերի խորությունը, ասենք, եթե մարդը 2 անգամ է սխալվում, 3 անգամ, 10 անգամ թեկուզ, կմտածես, որ լավ, հասկացանք, մարդկային օրենք արել է, բայց երբ որ 100 անգամ ու հետևողական, դա արդեն ինչ է մտքիդ մեջ, հարցերը առաջացնում, չէ, որ ինչու է այսպես Հիմա համոզվել եք, որ դավաճանության արդյունք է ամեն ինչը։ Վաղուց, ուրացման։ Ինչին է ուրացել։ Մեզ, ինձ, քեզ, վայ բոլորիս մեր ամեն ինչն է ուրացել։ Մարդը չի կարող, պարզ, օրինակ, անընդհատ չեմ կրկնելու ես։ Մարդը չի կարող ասել, որ ես ձեր թիկունքում որևէ բան չեմ անում, մինչև այսօր չի հրապարակում, ինչ է, խաղաղության պայմանագիրեր դարձավ համաձայն։ Մինչև այսօր ձեր թիկունքում հրապարակված կետ տեսել եք դուք։ Մարդը ասում է, ձեր թիկունքում ոչինչ չեմ անելու։ Ժողովուրդ, ամեն, հիմա էլ ասում ես հրապարակի, ասում դա ամեն ինչ գիտեք։ Չէ, չգիտենք։ Եվ չի ուզում շատ ուրախանալ ժամանակից։ Չգիտենք, ոչ մի բան չգիտենք։ Ստախոս խապեբա, ուրիշ բան չկա։ Հետևաբար ասում եմ, երբ որ դուք ասում եք այդ դավադրությունը, այո, տեսանելի աչքիդ առջևն է, մարդը ասել է չի անում։ Չեմ խապելու ես ձեր ժողովուրդ, ձեր թիկունքում ոչինչ չեմ անում։ Մենակ ասել եմ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ հանձնելու եմ։ Ձեր թիկունքում չեմ մի գիշերվա մեջ անելու եմ, չեմ անելու ոչ մի բան։ Բայց համաձայնագիր եմ ստորագրել խաղաղություն, որ ձեր կյանքի մասին է, կոնկրետ ձեր, մեր այստեղ գտնվող մարդկանց կյանքի մասին է, այդ թուղթը, որ իրենք կենսական նշանակություն ունի, արյունը այսպես ավիշվում է թղթից, ավիշ բառը կարող չիմանան ասել, այդ թղթից այսպես, ինչ ասեմ, հորդում է ուղղակի, այդ թուղթը իմ կյանքի հաշվին է, քո կյանքի մասին է, մյուսների այսքան մարդու եւ հազարավորների մասին է, ոնց ես դու գաղտնի տանում անում, գաղտնի ումից ես պանում, թշնամուց, որի հետ համաձայնագիր է ստորագրել։ Բայց նույնիսկ կրթվել է նորաձև շարժման հետ ֆինանսավորումն է գաղտնի պահում։ Դա էլ դու ասացիր արդեն։ Սրբազան հայր Թուրքիա մեկնելով պայմանավորված, արդյոք բացառում եք, որ Սահակ Սրբազանի հետ հանդիպում կունենա Նիկոլ Փաշինյանը եւ լավ ճանաչելով Սահակ Սրբազանին, որևէ խոսք հորդոր ունեք։ Ես որքան գիտեմ, Սահակ Սրբազանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Մնացածը չգիտեմ։ Սրբազան Այս օրերին է այնտեղ թե ոնց։ Որքան ես տեղեկացել եմ այն։ Այսօր Գեղամ Նազարյանը ասում էր, որ այդ
սահմանագծումից հետո ավելի անվտանգ է դարձել իրանցը, սրա հետ կապված ինչ մեկնաբանություն ունեք ձեր շարժումներից։ Ես մի արդյոք ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, Գեգամ Նազարյանն իմ կյանքի ամենամեծ ցավը։ Ցավերից մեկն է, չէ, ամենամեծ ցավը, ինքը գիտի ինչ եմ ասում, շատ լավ գիտի։ Ես ամոթով եմ ասում դա, ինքս ինձ ճզմելով եմ ասում դա, բայց չեմ կարող չասել։ Անկեղծ ասում եմ, դերս ալեկոծում եմ ասում, բայց չեմ կարող չասել։ Փողոցային պայքարը Փողոցայինը սրանք են, մերը հրապարակային։ Դու տեղում կդում ես անդրում։ դե ասեք դա երկու Այ աղջիկ, Ժամ պահենք գան։ վայ ես մի ժամ կռիվ է անում, ասում եմ, մեր բոլոր քայլեր, հիմա որ ես եկել եմ այստեղ, չէ, ասում են գլուխն է, 7 մեքենա մեր հետևից եկել է։ Ամեն ինչ գիտեն ես բայց մարդ։ վախեցնում Չէ, ես ուղղակի ասում եմ զուտ տեղեկատվության եմ ասում։ Սրբ Հազնատ, Կներեք։ Ուրեմն չէ, ասում, ամեն ինչ գիտեն ես մարդիկ, մեկ էլ ուզում եք որ լրատվականներով բաներով ասի։ Հա, բայց մեթոդաբանությունը ուրիշ է գիտի, չէ։ Թույլ տվեք, ես անգամ չսեմ։ Բայց 26 թվականի ընտրությունները չվաբար Խորհրդավորություն եք պահում։ Փոխություն հնարավոր է իրականացնել ընտրություններով։ Հիմա իմպիչմենտի գործընթաց է սկսել, ասում են Միքայելը ասում է, հնարավոր չէ ստացնել։ Ամեն ինչ կյանքում մեզ միշտ ասում եմ, հարց տվեք, ոչ թե հնարավոր է թե ոչ, այլ հարց տվեք, անհրաժեշտ է թե ոչ։ Անհրաժեշտ է սպասել ընտրությունները։ Ոչ, Սրբազան լավ։ բայց անհրաժեշտ է փոխել։ Հիմա որ ասեմ էլի կներանեք, բայց պիտի ասեմ։ Այն ժամանակ որ դուք գալիս եք, այդ շարժումը սկսել եք, ես ամեն անգամ հարցնում եմ, վերդուրը չէր գալիս, ասում եք, հես շուտով սպասեք, հեսա կլինի։ Բա ինչ ասեմ, վայ։ Խորհրդավորության շղարշ եք բանել, այդտեղ չիմացաք ինչ ա։ Հիմա էլ եք նույնը ասում։ Հիմա ամբողջ հրապարակ եմ, ասեմ, ասեմ օրինակ հունիսի 22-ին, չէ, լավ, հունիս 22-ը Լավ, մոտավոր ժամկետ հունիս 22-ը կիրակ է, հունիս 23-ին ժամը 4-ին լինելու են կառավարության համառանոցների դիմացի։ Կլինի։ Չէ, այն ժամանակ ասեք մայիսի 1-ին եկանք, հետո ժամկետ տվեցիք, ասացիք 48 ժամ, չգիտեմ 10 պայքարը, կյանքը, կմեծանանք, փոքրանանք, կընկնենք, կելնենք, կխոցվենք, միջոցները կսպառվենք, ավելանան։ Այդպես մաշվում են գնալով իրանցի պատամանները Հիմա մեր մաշվելն է կարևոր, թե մեր պետության մաշվելը։ պետությունն նկատի, պետությունն է մաշվում։ Դե որպեսզի մենք որպեսզի պետությունը չմաշվի, մենք պայքարի ոչինչ, իմիջիայից սա մասին ասեմ, որպեսզի պետությունը չմաշվի, մենք այդ պայքարի տրամաբանությունից պետք է դուրս չգանք։ Հոգնել ենք միգուցե, հուսախաբվել ենք, ինչ իմանամ, 1000 բան չի ստացվել ինչ որ ձևով այն ինչ Մենք այն տրամաբանությունից դուրս չենք գալիս, Նիկոլ Փաշինյանն էլ իր կաբինետից դուրս չի գալիս, դա է տարբերությունը։ Դուրս կգա։ Շատ սիրով դուրս կգա։ Ես Դե որ ասացիք իմ ձեռքի մեջ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը, ինչպես եք դա պատկերացնում, այդ ձեռքով ինչ եք անել։ Հրավիրելու են դուրս։ ասես մի ասեք, ես Ալեն Սիմոնյանը կասի այդ ձեռքդ որտեղ է դրանից առաջ միջև դուրս հրավիրել։ Դուրս չուք, վտանգավոր հայտարարել։ Կճաշակի։ իշխանությունները շարունակում են Սրբազան ձեզ անվանել օտարերկրյա։ Հա մի բան պետք է ասեի, վայն ասում, մի րոպե մի հատ ասեմ, հետո կգամ դրան։ Վայն ասեց, որ ես նիհարում եմ, չէ, պետությունը մարշում, ինչա, մի ձևակերպ։ Ես մի արդյոք ասում եմ։ Նայեք այս մարդկանց։ Ինչքան սրանց չափը մեծանում է, այնքան պետությունը փոքրանում է։ Ուղղակի ցույցիչն է, ուղղանում է։ Որով այնի չափը։ Հա։ Եթա է Սրբազան ձեր արձագանքը։ Ինչին։ Որ ձեզ համարում են օտարերկրյա։ Գործակալները, ուրեմն ինչ ճանաչում են այդ գործակալները, բացահայտվելը։ Ես ուրիշ կարծիք ունեի, կարծում եմ, որ գործակալները չեն կարող գործակալին բացահայտել, ցավոք սրտի, բայց բացահայտեցին, հա։ Իդեպ որ օտարեր։ Ուրեմն իրենց ողջ կենսագրությամբ, այն տվյալները, որ կան
այն տվյալները որ կան իրենց մասին չհերկված սկսած օմեգա բարից մինչև վերջացած Թուրքիայում սովորել եւ այլն ինչքան բաներ կան իրենց մասին գործակալական էլ չեմ ասում են ահռելի գումարները որ տարիներով ստացել են տարբեր հաստատություններից ու կառույցներից ահռելի ծավալ են ու դրանք մեծ խոսում են դրանք են մեզ համարում գործակալ իրենք վառված են գիտեք ինչից դաղված որ աշխարհաքաղաքական կարևոր դերակատարություն ունեցող կենտրոններ մեզ հետ կապի մեջ են եղել եւ մեզ այո փոխանցել են խոսակցությամբ զրույցով եւ ես իրավունք ունեմ բոլորի հետ կապի մեջ լինելու ընդ որում ոչ մեր նախաձեռնությամբ սա ուզում եմ հիշել բոլոր կենտրոնները ինչ իրենց մտքից անցնում է մեզ հետ կապի մեջ եղել բոլոր Ինչ է դա նշանակում նշանակում է որ մարդիկ հասկանում են որ այս պետությունը ուրիշ ընթացք պետք է ունենա կյանքում Իսկ այդ դեպքում ինչու իշխանապահություն չստացվեց Եթե այդքան կենտրոններ Դե կապում են աշխարհաքաղաքական կենտրոնների իրենք են այդպեսին իրենք են այս կամ նրա ոտքին ու ձեռքին կարոտ մնացել կյանքում ծնկած խեղճի պես որոնց կարան ձեռքով ասեն գնացեք կամ չգիտեմ ինչ է իրենք են այդպեսին հասկանում եք իրենք հայելին վերցրած պտտում են մարդուն շուտ ու որպես իրենց չասեն գող իրենք են ասում գող սա է ամաշխատին ձեր աչքերի առջև է եղել Էրդողանին Ալիևին Ռուսաստանի նախագահին Բելարուսի նախագահին այն որ ասում են վեհապարը գնացել է Բելարուս բայց իր խամաճիկը ինչ էր անում Բելարուսի նախագահի դեմ կանգնած ինչ էր անում կողքը նստած կամ այն նախորդ հավաքներին լուրջ դեմքով այսպես նայելով երեսին ինչ էր անում բայց կենտրոնների հետ ինչ որպես ինչ փողերը ովքեր են ստանում դու դուք եք ստանում այ խապելված սպախոսներ կերել եք մեր կյանքը ձեր ստացած կեղտոտ փողերով էլ մեծ խոսում են Հայաստանի ինքնիշխանություն այն մեկը չգիտեմ ինչ հերոստանգերություններ ունի ինչ հարստություն կուտակած մեր մասին խոսում է որ մենք Հայաստանի ինքնիշխանություն չգիտեմ ինչ ենք նայում դու գնում եք հաշվետվություն տվեք թե այդ փողերը դուք ո՞նց եք ապրում ուրիշ ինչով եք աշխատում ՀԿՄԿ լինելով ուրիշ աշխատանք ունեք գնում եք բանվորություն եք անում թե պատրաստի փողերն եք ստանում հիմա USAID-ին կտրել էր փողերը հիմա եվրոպական ակունքներից են փորձում կորզել Նիդերլանդիա, Նորվեգիա, չգիտեմ որտեղներ արյուն է այդ փողերի վրա հուդանել է փողով վաճառելիս այդ 30 արծաթը իրենց ճակատին դրոշմված է իրենք երկինք են թռնել երկիրը մեզ ինչ ուզում են անվանել ամենավերջին զրպարտությունից ու պիտակավորումից մինչև իրենց մտքի պայծառությունը ինչ ուզում է բերի իրենք այդ դաջվածքը չի վերանալու եւ իրենց ճակատին դաջվածը դա իրենց հոգում էլ է դաջվածը իրենք վաճառական են ոչ միայն խոսքի հոգու վաճառական են մարդու վաճառական են այն էլ վատ կեղտոտ վաճառական ոչ մի ձևով արժանապատվություն չունեցող վաճառականներ են եւ ասում պարզ շատ պարզ ով ինձ գործակալ է համարել ինքը թող գնա իր կենսագրությունը իր ընտանիքի կենսագրությունը, իր կողքի մարդկանց կենսագրությունը, էլ անվանարկումները օմեգա, չգիտեմ, ալֆա եւ այլն, էլ դրանց մասին չեմ ասում, որ չեն էլ մերժել։ Ես հիշեցի Հասմիկ Հակոբյանն էր ձեզ վերջերս գործակալը։ Հասմիկ Հակոբյանը թող իր անձնական կյանքով զբաղվի, ուրիշ բանի մասին չեմ ասում։ Բանը։ Թող զբաղվեն։ Բայց չէ հստակ էս բանատերի գործակալը իրենց ներկայանան այնպես, հետո վա ես չեմ էլ ճանաչում, ներկայանան այնպես ինչպես են իրենք կան։ Այդքան է։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։